Երևանում իրականացված խուզարկությունները վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման են դարձել։ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի տան ու աշխատավայրում հայտնաբերված նյութերը եւ առարկաները խուճապ են առաջացրել հանրության մեջ։ Թմրամիջոցներ, զենքի պահարաններ եւ գաղտնի սալիկավորված առարկաներ, ինչպես են հայտնաբերվել եւ ինչ կարող են նշանակել մանրամասները այս տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն եւ 396-րդ հոդվածի առաջին մասով զենք զինամթերքի ապօրինի պահումը ստացվում է, որ գործը միաժամանակ վերաբերվում է եւ թմրամիջոցների եւ զենքի թեմաներին, ինչը թույլ է տալիս ասել, սա միանգամից բազմաթիվ ռիսկեր պարունակող վարույթ է։ Դատարանի թույլտվությամբ իրավապահները կատարել են համատեղ գործողություններ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, Երևանի քրեական վարչություն, համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի նյութեր, սպիտակ փոշիներ, բյուրեղանման զանգվածներ, դեղաբեր, զենքեր եւ փամփուշտներ։ Աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման զանգվածներ, սպիտակ փոշենման զանգվածներ, ապակյա գլանակ հետքերով, բոլոր նյութերը կփորձագրվեն, պարզելու համար բնույթ եւ օրինական գնահատականը։ Գյուրիղյան փողոցի սեփական տանը ատրճանակներ առանց համարների կամ մաքրված համարներով, պահունակներ ու փամփուշտներ, դեղաբեր, հեղուկ եւ փոշենյութեր, օդամղի զենք, այս բոլոր նյութերը իրավապահների կողմից գնահատվում են որպես կարևոր քրեական ապացույցներ։ Զոհրաբ Ասատրյանը ձերբակալվել է անմիջական կասկածի հիմքով եւ տեղափոխվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հետագա քննչական գործողությունները շարունակվում են։ Քննության համար հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաեւ նրա ավտոմեքենաները Range Rover-ը եւ Mercedes-ը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ստուգել հնարավոր կապը քրեական գործի հետ։ Այս դեպքը դարձել է լրատվական սենսացիա, ինչպես նաեւ հետ հասարակության մոտ։ Ինչպես կարող է նման բան լինել քաղաքի կենտրոնում։ Հասարակության արձագանքը սուր է, իսկ սոցցանցերը քննարկումները չեն դադարում։ Զոհրաբ Ասատրյանի գործը շոշափում է մի շարք կարևոր իրավական թեմաներ, անհատների ու համայնքային անվտանգության վրա հնարավոր ազդեցություն։ Քննության ընթացքը ցույց է տալիս, որ նման գործերում մեկ դեպքը կարող է ընդգրկել միանգամից մի քանի ոլորտ, ինչը դարձնում է քննչական աշխատանքը թե բարդ, թե զգայուն։ Լուրն արագ տարածվել է մեդիա դաշտում եւ սոցիալական ցանցերում։ Հասարակության արձագանքները բազմազան են։ Ոմանք մտահոգված են քաղաքի անվտանգության համար, ոմանք հետաքրքրված են, ինչպես է հնարավոր նման իրավիճակ ստեղծվել։ Փորձագետները նշում են, որ բացահայտումները պետք է դիտարկել նախաքննության փուլում, ոչ թե եզրակացություն տալով մեղավորության մասին։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանության գործողությունները ընդգրկվել են զենքերի առգրավումը, թմրամիջոցների փորձաքննությունը, փաստաթղթերի հավաքագրումը։ Այս գործողությունները սովորական են նման դեպքերում, սակայն քանի որ խոսքը հանրային ուշադրության կենտրոնում գտնվող անձի մասին է, լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում։ Նյութերի փորձաքննությունը կպարզի թմրամիջոցները իրականում ապօրինի են թե ոչ, զենքի եւ փամփուշտների ծագումն ու օրինականությունը կհաստատվի կամ կվերլուծվի։ Դատական ընթացակարգերը կկարգավորվեն հետագա քայլերով։ Այս բոլոր քայլերը կարևոր են լրիվ իրավական ապահովության համար։ Սոցցանցերում ու լրատվամիջոցներում քննարկումները ներառում են անվտանգության նկատմամբ անվստահություն, իրավապահների աշխատանքի գնահատական, հասարակության մտահոգություն, հետագա նման դեպքերի կանխարգելման հարցում։ Ինչպես կարող է նման քանակի զենքն ու թմրամիջոց հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող մեկ անձի մոտ։ Որքան արդյունավետ են իրավապահների գործողությունները նման վտանգավոր գործերում։ Հասարակությունը ինչպես կարող է պաշտպանվել նման դեպքերի հետևանքներից։ Ինչ իրավական հետևանքներ են սպասվում մեղադրյալի համար, երբ քննությունը ավարտվի։ Հետագա նման դեպքերը կանխարգելելու համար ինչ միջոցառումներ կարող են կիրառվել։ Այս դեպքը մեկ անգամ եւս ապացուցում է, թե ինչքան կարևոր է հասարակության տեղեկացվածությունը եւ իրավապահ համակարգի արդյունավետ գործունեությունը։ Քաղաքի կենտրոնում առօրեական թվացող միջավայրում հայտնաբերված զենքի, թմրամիջոցների եւ այլ վտանգավոր նյութերի առկայությունը ստիպում է մեզ խորը մտածել։ Արդյոք մենք բավարար զգոնություն ցուցաբերում ենք մեր անվտանգության հարցում եւ որքանով է անվտանգությունը մեզ շրջապատող իրական աշխարհում։ Երբ խոսքը գնում է զենքի, թմրամիջոցների եւ այլ վտանգավոր նյութերի առկայության մասին քաղաքում, մենք ստիպված ենք հասկանալ, որ անվտանգության զգոնությունը ոչ միայն իրավապահների խնդիրն է, այլև յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը։ Այս բացահայտումը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենօրյա
խաղաղ թվացող միջավայրում կարող են լինել թաքնված վտանգներ, որոնք պահանջում են անմիջական արձագանք և համակարգված մոտեցում։ Այս տեսանյութի վերջաբանին ուզում ենք ուշադրություն դարձնել մի քանի կարևոր բաների։ Առաջինը՝ տեղեկացվածությունը որպես պաշտպանություն։ Ինքն իրազեկել և իրավական փաստերին ծանոթ լինելը առաջին քայլն է ցանկացած վտանգի դեմ պայքարում։ Երկրորդը՝ հավատարիմ լինել օրենքի և անվտանգության կանոններին, ոչ միայն սպասել իրավապահների գործողություններին, այլ նաև պատասխանատվությամբ գործել, տեղեկացնելով վտանգների մասին։ Երրորդը՝ հասարակության զգոնությունը և աջակցությունը, հետևել պաշտոնական աղբյուրներին, հասկանալ, որ կանխարգելիչ գործողությունները մեր համագործակցությամբ են ուժեղանում։ Երբ հասկանանք, որ ցանկացած փոքրիկ թերացում կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, հասարակությունը կդառնա ավելի պաշտպանված, իսկ նման բացահայտումները կծառայեն ոչ միայն սենսացիայի, այլև իրական, հստակ բարեփոխումների համար։ Ձեր անվտանգությունը և ձեզ շրջապատող մարդկանց անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից, զգոնությունից և իրավապահների հետ համատեղ պատասխանատվությունը ցուցաբերելու պատրաստակամությունից։ Սենսացիոն նյութերը պետք է դիտարկվեն ոչ միայն որպես շոկային պատմություն, այլ նաև որպես յուրօրինակ դաս անվտանգության, պատասխանատվության և իրավագիտակցության մասին։ Այս բացահայտումը մեզ հիշեցնում է, որ մեր քաղաքն ու միջավայրը միայն օրենքի խախտումներից չեն ապահովագրվում, մեր սեփական գիտակցությունն ու զգոնությունը կարող են լինել ամենաարդյունավետ պաշտպանությունը։ Հիշեք, վտանգները իրական են, բայց տեղեկացվածությունը և ճիշտ արձագանքը կարող են կանխել այն։ Դիտեք, սովորեք և միշտ մնացեք զգոն ձեր և ձեր շրջապատի համար։ Այս տեսանյութը պատրաստված է այն նպատակով, որպեսզի ձեզ տեղեկացնի, ցույց տա դեպքի մանրամասները, բայց միևնույն ժամանակ խիստ ուշադրություն դարձնի օրինականության և անվտանգության հարցերին։ Սթափ կերպով, վերլուծելով և դիտարկելով այս դեպքը, մենք ոչ միայն ճանաչում ենք վտանգները, այլ նաև սովորում ինչպես պաշտպանվել դրանցից։ Մենք, որպես հասարակություն, պարտավոր ենք հետևել օրենքին, աջակցել իրավապահ մարմիններին և գործել համակարգված, կանխելու համար ցանկացած ապօրինի ու վտանգավոր գործողություն։ Հիշեք, որ իրազեկվածությունն ու զգոնությունը կարող են լինել ամենաարդյունավետ պաշտպանությունը մեր առօրյա կյանքում։ Զոհրաբ Ասատրյանի գործը շոշափում է մի շարք կարևոր իրավական թեմաներ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, զենք զննամթերքի ապօրինի պահում, անհատների ու համայնքային անվտանգության վրա հնարավոր ազդեցություն։ Քննության ընթացքը ցույց է տալիս, որ նման գործերում մեկ դեպքը կարող է ընդգրկել միանգամից մի քանի ոլորտ, ինչը դարձնում է քննչական աշխատանքը թե բարդ, թե զգայուն։ Ոմանք մտահոգված են քաղաքի անվտանգության համար, ոմանք հետաքրքրված են, ինչպես է հնարավոր նման իրավիճակ ստեղծվել։ Փորձագետները նշում են, որ բացահայտումները պետք է դիտարկել նախաքննության փուլում, ոչ թե եզրակացություն տալով մեղավորության մասին։ Ոստիկանության գործողությունները ընդգրկվել են զենքերի առգրավումը, թմրամիջոցների փորձաքննությունը, փաստաթղթերի հավաքագրումը։ Այս գործողությունները սովորական են նման դեպքերում, սակայն քանի որ խոսքը հանրային ուշադրության կենտրոնում գտնվող անձի մասին է, լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում։